Բարի երկու պարոն Բլեյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հարգանքներս միշտ սիրով։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները, թեպետ վերջին շաբաթները միշտ են ուշագրավ իրադարձություններով լեցուն, բայց ես առանձնացրել եմ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինա հակամարտությունը, որտեղ Միացյալ Նահանգները փորձում է իր ներգրավվածություն ունենալ եւ այսպես Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկում է խաղաղության 28 կետանոց մի փաստաթուղթ, որը կարծես որոշների համար խնդրահարույց է, որոշների համար ընդունելի է, որոշներն էլ ասում են անորոշության թնջուկն է զարգանում։ Ինչ է սա եւ արդյոք հենց նույն այդ որոշ մարդիկ, որոնք նշում են, որ արդեն սա Ուկրաինայի կապիտուլյացիա է, դա այդպես է թե ոչ, որտեւ 28 կետը հետո ասեցին դառնում է 19, հետո 22, այդպես դեռ վերջնական չեն որոշել։ Ինչ է սա Միացյալ Նահանգների նախագահ թիվ 1 գերտերության ղեկավարն ինչ է առաջարկում։ Շատ կարևոր թեմա է, համայն մարդկությունը հետևում է թե վերջը ինչ տեղի կունենա, ինչ հանգուցալուծումներ կլինեն, գիտեք, որ տարատեսակ հանդիպումներ են տեղի ունեցել եւ դեռ պետք է տեղի ունենան։ Գիտեք, շատ շերտեր կան, այստեղ կան երկու ուղղակի կողմեր, Ուկրաինան է, ուկրաինացիները, Ռուսաստանն է, ռուսաստանցիները, կա էլի գրեթե ուղղակի կողմ, դա Եվրոպական միությունն է, եվրոպացիները եւ կան անուղղակի կողմեր, դա Չինաստանն է, Միացյալ Նահանգները, հերթով փորձենք վերլուծել, եթե խոսում ենք Չինաստանի մասին, ապա Չինաստանի համար որքան երկար տևի այդ պատերազմը, այդքան իր օգտին է, որովհետև Չինաստանը տնտեսական եւ քաղաքական, երբեմն ռազմական եւ մրցակցության մեջ է գտնվում Միացյալ Նահանգների հետ, եւ հետեւաբար որքան երկար տևի, այդքան նա մտածում է, որ դրանով թուլանում են Միացյալ Նահանգների դիրքերը, որովհետև նա սպառազինություն է մատակարարում, մյուս կողմից նա շատ մեծ ազդեցություն է ձեռք բերում Ռուսաստանի վրա, թե տնտեսական, թե քաղաքական, մյուս կողմից կա Միացյալ Նահանգների նախագահ, ում համար կարևոր է, որ այդ պատերազմն ավարտվի, թե ինչ տեսքով այն կավարտվի, դա այդքան էլ կարևոր չէ նախագահ Թրամփի համար, կարևոր է որպեսզի պարզապես պատերազմը դադարի, որպեսզի նա բոլորն ասեն, որ նա եւս մեկ անգամ եւս մեկ անգամ ամենադժվար պատերազմը նա կանգնեցրեց, որպեսզի ավելի հեշտ միգուցե ստանա Նոբելյան մրցանակը։ Իր PR-ի մասով է կարծես։ Այո, բայց այնտեղ միատարր չեն, գիտեք, կա ներողություն Մարկո Ռուբիոյի պետքարտուղարությունը, օրինակ նույն այդ 28 կետերը վերաբերալ, նա բացարձակ տեղեկատված չէր, թե ինչ կետեր են, նա հետո է իմացել այդ կետերի մասին, ընդ որում իր քննարկումների ժամանակ արդեն եվրոպացիների եւ ուկրաինացիների հետ նա հենց իր ղեկավարությամբ եւ դերակատարմամբ են փոփոխվել այդ կետերը, որովհետեւ նա ավելի քաղաքականացված է, գիտեք, երկար տարիներ նա եղել է սենատոր եւ ամենակաղաքական եւ քաղաքականացված գործիչն է, հա, Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայում, ի տարբերություն Դոնալդ Թրամփի եւ նույն փոխնախագահ Ջեյ Վենսի, եւ կան իհարկե հանրապետականներ, դեմոկրատներ, ովքեր շատ ավելի լուրջ են վերաբերում այդ ամենին եւ այնպես չէ, որ ինչ ուզենա Դոնալդ Թրամփը անել, դա հենց այդպես հարց ստացվելու է։ Եվ իհարկե կան ռուսաստանցիներ եւ ուկրաինացիներ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, եթե խոսենք բուն ռուսաստանցիների համար, իմ պատկերացման որքան շուտ ավարտվի այդ պատերազմը, այդքան ավելի լավ, որովհետև ահռելի չափով իրենք զոհեր են տալիս, ինքը Ռուսաստանը հումքի, ունենալով այդքան հարուստ ընդերք, հումքի արտանողից փոխակերպվում է, դառնում է նաև ներմուծող, եթե խոսում ենք էներգակիրների մասին, գիտեք, որ Չինաստանն է դարձել այդ երկիրը եւ գնալով նա վասալանում է կարծես Չինաստանի կողմից եւ կա Վլադիմիր Պուտինի իշխանությունը իմ համար պատերազմի դադարը ոչ մի գնով հետաքրքիր չէ, որովհետեւ նույնիսկ այդ 28 կետերը, որոնք այո խնդրահարույց կետեր են, նույնիսկ դրանց ընդունումը Վլադիմիր Պուտինի համար նախընտրելի չէ, որովհետեւ նախ ինքը չի հասնում իր բոլոր այն սկզբունքներին եւ նպատակներին, ըստ որի նա հայտարարել էր այդ հատուկ ռազմական գործողությունը, պատերազմը ուկրաինացիների դեմ, եւ մյուս կողմից կա Ուկրաինա, որը իհարկե իրենց համար նույնպես կարևոր է, որպեսզի պատերազմը դադարի, նույնպես ուկրաինացիներ զոհվում են, բայց մյուս կողմից Ուկրաինան չի կարող համաձայնվել, որպեսզի տարածքներ զիջի, հանուն ինչի, որովհետև իրենք այդքան ժամանակ արդեն պայքարել են, պատերազմել են, իրենք պաշտպանվում են, հասկանում եք, ոչ թե Ուկրաինան է հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա, այլ Ռուսաստանն է հարձակվել Ուկրաինայի վրա։ Դա բոլորը տեսնում են, բոլորը գիտեն հայտնի ճշմարտություն է, բայց նույն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է դա պատերազմ չէ, դա հատուկ գործողություններ է, որը մշակել ենք, որպեսզի չեզոքացնենք ահաբեկչական ուժերը եւ այսպիսի կեղծ թեզեր է առաջ տանում, բայց մի կողմից
Նույնպես էլ տեսեք, նույն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այո, դուք ինչպես ճիշտ նշեցիք, նրա համար միևնույնն էլ զոհեր եւ այլն, նրա համար իր հեղինակությունը, իր PR-ն է առաջին տեղում, եւ արդյոք թիվ 1 գերտերության ղեկավարը իր այս վարքագիծով չի լեգիտիմացնում այն բռնի ուժը, որը աշխարհում միջազգային խախտումներ է իրավունքի մասով խախտումներ է առաջացնում, հա, երբ որ դու ունես զենք ու առաջինը հարձակվում ես, ուրեմն ճիշտը դու ես։ Այս դեպքում նաև Թրամփը ասում է, որ չես ուզում, դու գիտես։ Վերջերս նման հայտարարություն արեց։ Ես ուղղակի ավելի կարճ եմ ասում կոնտեքստը, որ հասկանալի լինի։ Ինչ է նշանակում չես ուզում, դու գիտես։ Տեսակը շատ անհասկանալի է։ Իհարկե, միանշանակ խնդրահարույց է այդ քաղաքականությունը եւ նա փորձում է օգտագործելով այստեղ Ուկրաինայի ավելի թույլ դիրքերը, որովհետեւ հասկանում է, որ հիմնական օժադակիցը Ուկրաինայի Եվրոպական միությունից բացի հենց Միացյալ Նահանգներն է եւ նա փորձում է օգտագործել իր լծակը ազդելու Ուկրաինայի եւ ուկրաինացիների նաեւ հոգեբանության վրա, որպեսզի իրենք պատրաստ լինեն գնալ զիջումների, բայց իրականում եթե նույնիսկ վաղը նախագահ Զելենսկին հայտարարի, որ մենք պատրաստ ենք այն ընդունել, եւ նույնիսկ եթե Ռուսաստանի Դաշնությունն էլ համաձայնվի ասի պատերազմի, ես համաձայնվում եմ այդ 28 կետերին եւ մենք ստորագրում ենք, դրանով պատերազմը չի ավարտվի։ Ես մեծապես վստահում եմ, հավատում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը կգնա հերթական ագրեսիաների, որովհետեւ որպես իմպերիա իրենք պետք է գոյություն ունենան, քանի դեռ նոր տարածքներ են նվաճում։ Ինչ հարց է դրանով լուծում Պուտինը, Ռուսաստանի Դաշնությունը, ինչ է ուզում, ինչի հանգիստ չի թողնում այդ ժողովրդին եւ ժողովուրդներին։ Գիտեք, դա միայն Ուկրաինայի մասին չէ։ Դա այդ դուգինիստական գաղափարախոսությունն է, ըստ որի պետք է Խորհրդային Միությունը վերածնվի, անունը կլինի Եվրասիական Միություն, իդեպ հենց 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը հենց դրա նախերգանքն էր, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ըստ երևույթի պետք է լիներ այն առաջի երկիրը, որը մաս կկազմեր Բելարուսի հետ թերևս, որը մաս կկազմեր այդ Եվրասիական Միությանը։ Եվ դեպ նոյեմբերի 9-րդ կետի նախերգանք հենց դա էր, որովհետև եթե դրա իրագործումը լիներ այնպես, ինչպես պատկերացնում էր Ռուսաստանը եւ այդ ժամանակ Ադրբեջանը, դա կխոսեր Հայաստանի կազմակերպման մասին, պետականության կորստի մասին։ Եվ այո, 2020 թվականի պատերազմը դա հենց նախերգանքն էր, պլացդարներ, նաև ապահովելով իր թիկունքը Ադրբեջանի հետ, գիտեք, հենց պատերազմից առաջ նա կնքում էր արդեն բարձրացնում են իրենց ռազմավարական հարաբերությունները, ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանի հետ, ապահովելով իր թիկունքը, որպեսզի հետագայում կարողանա հասկանալով, որ շատ հավանական է, որ եվրոպական շուկան փակվի, ճանապարհները փակվեն եւ իրեն այստեղ պետք է լինելու տարանցիկ ճանապարհ։ Սա լրիվ նրա համար էր։ Եվ եթե օրինակ ուկրաինացիները ինչպես ըստ Պուտինի 3 օրում հանձնեին Կիևը, ապա վստահաբար հաջորդը կլիներ Մոլդովան, հաջորդը կլիներ Այսինքն սովետական խորհրդային քարտեզը նորից կվերակառուցել, հա, Պուտինը դա իր երազանքն է։ Բայց նա բարձրաձայնել է 2007 թվականին այդ Մյունխենյան հայտնի ճառի ժամանակ նա ասաց, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ սառը պատերազմով անցած այդ աշխարհակարգը իրեն ձեռնտու չէ։ Եվ նա նաև խոսեց, որ ընդհանրապես 20-րդ դարի գլխավոր, հա, այսպես ասած, ամենավատ, այսպես ասած, իրադարձությունը դա եղել է օրինակ ոչ թե առաջին համաշխարհային պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմը, այլ Խորհրդային Միության փլուզումը, ըստ Վլադիմիր Պուտինի։ Եվ հետեւաբար նա փորձում է դա անել եւ նույնիսկ չեն թաքցնում, օրինակ իր խորհրդականն ասում է, որ ընդհանրապես այդ երկրները, որոնք անկախացել են Խորհրդային Միության փլուզման արդյունքում, իրավական առումով խոցելի է իրենց անկախացումը, հետեւաբար չեն կարող ասել, որ իրենք անկախ են։ Այսինքն իրենք չեն ճանաչում մեր անկախ լինելու գոյությունը եւ քանի անգամ ենք տեսել ենք իրենք ասում են, որ Ղազախստանը fake ինչ որ Եվ միայն ոչ միայն դա, նույնիսկ ՀԱՊԿ ասաց, ես չգիտեմ որն է ձեր սահմանը, երբ որ ամենաառաջին անհրաժեշտությունն է։ Իրենք ասել են նույնիսկ իրենց շնորհիվ Հայաստանն է պետություն ունեցել, իրենց շնորհիվ Վրաստանն է պետություն ունեցել, իրենց շնորհիվ Ղազախստանն է պետություն ունեցել եւ այսպես շարունակ։ Այսինքն իրենք չեն ճանաչում մեր պետություն ունենալու իրավունքը։ Դե դա բնորոշ է, հա, այդպիսի երկրներին, բռնապետ երկրներին։ Տեսեք, հիմա Միացյալ Նահանգները հարաբերությունները փորձում է կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ։ Լավ է, որ երկու գերտերություն պետք է ընդհանուր հայտարարի գան աշխարհակարգը դրական առումով լուծելու, բայց մենք դա չենք տեսնում, բայց այդ ամենով հանդերձ ինչպիսի ազդեցություն կունենա Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունները Հայաստանի վրա, մեր մասով։ Գիտեք, ես այդ առումով շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք օգոստոսի 8-ին համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, որովհետև եթե մենք չկարողանայինք համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, մենք չգիտենք, թե մենք ինչպիսի ճնշումների տակ կարող ենք հայտնվել, դիցուք եթե օրինակ Իլհամ Ալիևի եւ Դոնալդ Թրամփի հարաբերությունները այնքան
բայրացական լինեին եւ որ նա փորձեր էլ ավելի մեծ ճնշում գործադրել մեր վրա, բայց երբ ընթերցում ես թե երկկողմ, թե երրակողմ, հա, Միացյալ Նահանգների վկայությամբ ստորագրված փաստաթղթերը, այնտեղ ես որևէ խնդրահարույց կետ չեմ տեսնում, հակառակը ես կարծում եմ, որ դա պրոհայկական հուշագիր է, թրիփ նախագիծը, այն երկկողմ հուշագրերը, որ մենք ունենք Միացյալ Նահանգների հետ եւ հակառակը ես թարապես կարծում եմ, որ օգոստոսի 8-ը մեզ թույլ է տալիս օբյեկտիվ դառնալ սուբյեկտ։ Եվ մենք տեսնում ենք դրա պատուղները եւ Հայաստանի եւ Ղազախստանի միջև այդ կնքված ռազմավարական հարաբերությունները նաեւ դրա հետևանք են, որովհետեւ կենտրոնական ասիական երկրները հենց դրա շահառուներն են լինելու եւ բոլորին վերջերս գիտեք, որ իրենք սպիտակ տանն էին, այնտեղ նախագահ նորից խոսում էր, Թրամփը խոսում էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրից եւ այստեղ շատ կարեւոր է, բայց այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Ռուսաստանի ցանկությամբ կկարողանան գալ ինչ-որ մի գործարքի Ուկրաինայի շուրջ, որը կներառի այս տարածաշրջանը, որովհետև իդեպ դրանում հետաքրքրված չէ ոչ էլ Ադրբեջանը։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ իրենց հանդիպումից հետո, Պուտին-Ալիև հանդիպումից հետո հերթորաբանությունը հակառուսական, այսպես ասած, չի նվազել, եւ Ադրբեջանը դիտարկում է Ռուսաստանը որպես սպառնալիք եւ դա նորմալ է, որովհետեւ օրինակ 20-րդ դարի սկզբից Ադրբեջանը կորցրեց իր անկախությունը, երբ Խորհրդային Միությունը սկզբից գրավեց այն ժամանակ անկախ Ադրբեջանը, հետո այնտեղից Կարմիր բանակը գրավեց օկուպացրեց Հայաստանը, հետո Վրաստանը, այսինքն մենք այս շղթան տեսել ենք։ Եվ մեր համար Վրաստանն ու Ադրբեջանը պատնեշ են, եւ Աստված մեզ օրհնել է, որ մենք չունենք սահման Ռուսաստանի Դաշնության հետ, բայց այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է ամեն օր աշխատենք Եվրոպական Միության հետ, որպեսզի մեր տնտեսական հարաբերությունները այն աստիճանի բերենք եւ զարգացնենք այդ թվում օգոստոսի 8-ի համաձայնագրի միջոցով, որպեսզի նաեւ նվազեցնենք այդ կախվածությունը, այդ քաղաքական տնտեսական լծակները, որն ունի Ռուսաստանի Դաշնությունը մեր հանդեպ, դա գազն է, դա մնացածն է, օրինակ Թուրքմենստանի հետ հարաբերությունում մենք կարող ենք իդեպ մի ժամանակ մենք ունեցել ենք, երբ թուրքմենական գազը գալիս էր Հայաստան։ Նույնիսկ Իրանից էին խոսում, Իրանի մասով, այդ մասով։ Իրանի մասով իհարկե, ես շատ կուզեմ օրինակ, որ Իրանի հարաբերություններն այնքան գան կառավարելի մակարդակի Միացյալ Նահանգների Եվրոպական Միության հետ, որ մենք կարողանանք անկաշկանդ արդեն Իրանից գազ գնել։ Եվ ընդհանրապես ռուսական մոնոպոլիան, այդ 20-րդ դարի ամենախայտարակ տնտեսական պայմանագիրը, որը անվանում են, դա այդ գազային պայմանագիրը։ Հայ-ռուսական պետք է չեղարկվի, պետք է վերանայվի, որովհետև անկարելի է, որ այս երկրում ցանկացած գազային գործարք պետք է անպայման ունենա Ռուսաստանի օրհնանքը։ Դե փաստորեն այդպես է ստացվում եւ փորձենք ամփոփել նորից կրկին անդրադառնանք հա գլխավոր թեմային այդուհանդերձ այ դուք որպես վերլուծաբան որպես ժողովրդավարության անվտանգության հայկական կենտրոնի ղեկավար ինչպես եք տեսնում լուծումը մոտ ապագայում ռուս-ուկրաինական լուծումը ո՞րն է լինելու եւ ո՞րն է ըստ ձեզ ամենաօպտիմալ լուծումը։ Ես չեմ հավատում, որ Պուտինը պատրաստ է հրադադարի, զինադադարի, խաղաղության համաձայնագրի, պայմանագրի կնքմանը։ Միակ բանը, որ կստիպի Վլադիմիր Պուտինին կանգնել, դա տնտեսական ահռելի ճնշումն է։ Օրինակ Միացյալ Նահանգների կողմից վերջերս այդ բաժանմիջոցները կիրառած Լուկոյլի մնացածի նկատմամբ շատ լուրջ հետևանք են ունեցել Ռուսաստանի Դաշնության համար եւ որի համար նաեւ բանագնացը գնացել էր Միացյալ Նահանգներ եւ փորձել էր վերաբանակցել, բայց արդյունքի չի հասել։ Գիտեք, եթե հանկարծ մի այնպիսի իրավիճակ ստացվի, որ Ուկրաինան ստիպված լինի ընդունել որևէ պայման, որը զիջողական պայման, դա կնշանակի, որ մենք դասեր չենք քաղել առաջին համաշխարհային պատերազմից, երկրորդ համաշխարհային պատերազմից, երկրներից կսկսեն արդեն կորզել։ Դա միանշանակ է, որովհետև ագրեսորախորժակը կավելանա։ Նա պարզապես այդ ժամանակը կօգտագործի, որպեսզի վերագտնի իր ուժերը, վերազինում իրականացնի, ռոպագանդա տարածի իր հայրենակիցների, իր համակարգացիների միջև հասկանալով, որ պետք է լիներ նոր թիրախներ։ Եվ այստեղը շատ կարևոր է, որպեսզի այդ նոր թիրախը Հայաստանը չլինի։ Բայց ես կարծում եմ, որ այդ տարաբերակը չի լինի, ես չեմ պատկերացնում, իդեպ Ուկրաինան նախագահական երկիր չէ, նույնիսկ եթե Վլադիմիր Զելենսկին վաղը հայտարարի, որ ես ընդունում եմ, խորհրդարանը, Ռադան ուկրաինական պետք է տա համաձայնությունը եւ դա անկարելի է պատկերացնել։ Ինչպես Միացյալ Նահանգներում էլ, հա, կոնգրեսը պետք է լինի եւ ստորին պալատները։ Ես չեմ պատկերացնում, որպեսզի Միացյալ Նահանգների կոնգրեսը, սենատը մի այնպիսի հավանություն տա, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինան կապիտուլացրել է, դեռ վաղ է։ Այս պայմանությամբ Ռուսաստանը ամեն ինչ կփորձի անել, որ ասել այո եւ ոչը
թողնել ուկրաինական կողմի վրա, իսկ ուկրաինական կողմի գործն է, որպեսզի ասել այո, բայց ցույց տալ, որ Ռուսաստանն է, որը չի ցանկանում գնալ զինադադարի կամ խաղաղության համաձայնագրի կնքմանը, որպեսզի չվատթարացնի իր հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ։ Կա Դոնալդ Թրամփ կամ Միացյալ Նահանգներ, դա էլ է կարևոր հասկանալ։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։